Պարոն Պողոսյան, տեսեք, Ռուսաստանի Դաշնության կողմից բավականին կոշտ հայտարարություններ են հնչում վերջին մի քանի օրերի ընթացքում, ամենատարբեր օղակներով, Վլադիմիր Պուտին, Լավրով, Օվերչուկ եւ այլն։ Բոլորի խոսույթներում միաբերան կրկնվում է հետեւյալը, որ Հայաստանը ի վերջո պիտի իր կողմնորոշումը հայտնի ԵԱՏՄ թե ԵՄ։ Հիմա այս առումով ինչ եք ակնկալում, բացի դրանից պիտի նշեմ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը մայիսին իր ուղերձում նշել էր, որ Հայաստանը ուրեմն ԵԱՏՄ-ից դուրս գալու իմաստով պիտի հանրաքվե իրականացնի։ Հիմա այս ամենի համատեքստում ինչ է կարծում, այս հայտարարությունները նախօգեբանական ճնշում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու թե իշխանությունների նկատմամբ, երկրորդը ինչ ակնկալել ապագայում։ Նախ ես կարծում եմ բավական տրամաբանական հարցադրում է արվում Հայաստանի Հանրապետությանը, որովհետև իրապես հատկապես Հայաստանի Հանրապետության իշխանությունների վարքաբանությունը քաղաքական թե հասարակության մոտ, թե բնականաբար գործընկերների մոտ ստեղծում է տպավորություն, որ Հայաստանը ոչ այս կողմում է, ոչ այն։ Եվ հատկապես միջազգային հարաբերություններում չափազանց կարևորվում է պետությունների քաղաքական վարքագծի կանխատեսելիությունը։ Եվ տրամաբանական է, որ Ռուսաստանը պետք է ակնկալի կանխատեսելի վարքագիծ Հայաստանի Հանրապետությունից, եւ կարծում սա օբյեկտիվ է։ Նման տեսակետ հնչեցնելը հատկապես նախագահի կողմից, ընդ որում բավականին կոռեկտ էր տեսակետը հնչում, որ սա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կարող է որոշել, ուզում է թե չի ուզում, եւ նախագահի եզրույթը օգտագործած եւս բավականին հետաքրքիր էր քաղաքակիրթ բաժանում։ Ինչը կարծում եմ եւ կառուցողական քաղաքական դիսկուրսի տրամաբանության մեջ էր, բնականաբար կարելի է տեսնել այստեղ բազմաթիվ ենթախորքեր, այնպիսի պետություն ինչպիսին Ռուսաստանն է, որի համար թե Հարավային Կովկասը, թե Միջին Ասիան համարվում են որպես մերձավոր արտասահման, իսկ մերձավոր արտասահմանը դա անվտանգային իր համակարգի կամ իր անվտանգային տարածության որոշակի մասնիկն է եւ դա երբևէ չեն թաքցրել, բնական է, որ լինելու է մտահոգություններ եւ կանխատեսելի վարքագծի ակնկալիք։ Ինչ կարող է լինել սրանից, բնականաբար սա թե հոգեբանական ազդեցություն կարող է թողնել հայ ժողովրդի վրա եւ թե արդեն իրական ազդեցություն, եթե սա այսպես ասենք ռեալիզացվի Հայաստանի իշխանությունների կողմից։ Իհարկե առումով ես սկեպտիկ վերաբերմունք ունեմ, ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները կգնան հիմա ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով, որովհետև բոլոր օբյեկտիվ հաշվարկները խոսում են կամ խոսելու են այն մասին, որ հայկական տնտեսությունը ուղղակի հայտնվելու ճգնաժամի մեջ։ Մենք տարիներ շարունակ խոսում ենք այն մասին, որ եթե ենթադրենք Հայաստանի իշխանությունները համարում են, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար լավագույն ճանապարհը չէ եւ պետք է դուրս գալ, հատկապես այդ մտահոգությունները սկսվեցին ՀԱՊԿ-ի հետ կապված խնդրից, մենք բարբերաբար խոսում ենք, որ պետք է ստեղծվեն այլընտրանքներ հուսալի, որը չի կարող լինել Ադրբեջանը։ Եթե հիմա փորձեն ներկայացնել, որ Ադրբեջան էներգետիկ այլընտրանք կարող է լինել, ենթակառուցվածքային այլընտրանք կարող է լինել, կամ տնտեսական համագործակցի այլընտրանք կարող է լինել, դրանք բացառված են։ Թե Թուրքիայի եւ թե Ադրբեջանի համար տնտեսությունը քաղաքական գործիք է ազդեցություն գործելու եւ կամք պարտադրելու համար։ Սրա մասին բազմիցս խոսել ենք, իհարկե կգտնվեն մարդիկ, ովքեր հակառակը կփորձեն համոզել, թե տնտեսությունը քաղաքական գումարը հայրենիք չճանաչում եւ այլն, բայց այդպես չէ գոնե թե այս պարագայում։ Տեսեք, զուգահեռաբար նաև այս քարոզչական ժամանակահատվածներով, ընտրություններ, քարոզչություն եւ այլն, Հայաստանի իշխանությունները խուսափում են ուղիղ հարցադրումներից եւ ուղիղ պատասխաններից, ի վերջո ընտրելու են Եվրամիությունը թե ԵԱՏՄ-ն։ Զուգահեռաբար նաև այսօր հարցազրույցի ընթացքում Մհեր Գրիգորյանը փոխվարչապետը հայտարարել է, որ անհնարին է, չի կարող պատկերացնել
կայացնել Եվրամիություն, ԵԱՏՄ Հայաստանի իմաստով, հա, այսինքն չի կարող Հայաստանը երկու պարանի վրա խաղալ, բայց ասում է, որ այո, Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է կողմնորոշվի եւ իր որոշումը կայացնի։ Ըստ էության հանրաքվեի կարիք այս պահի դրությամբ նրանք չեն տեսնում, բայց ուզում եմ հասկանալ, հիմա ի վերջո ինչպես կդասավորվի Հայաստանի ապագան այս իմաստով։ Իրականության մեջ բավականին այսպես ենթախորքեր կան, հեղեղուկ է իրավիճակը, շատ հեղեղուկ է, այո, բավականին շատ անորոշություններ կան, եւ այս անորոշությունները կապված են բազմաթիվ հանգամանքների հետ։ Ինչու են բարբերաբար հատկապես Հայաստանի իշխանությունները շեշտում, որ պետք է Հայաստանի ժողովուրդը որոշում կայացնի։ Պատճառը սա ոչ թե պարզապես քաղաքական է, այլև պատասխանատվությանն է վերաբերվում։ Յուրաքանչյուր իշխանություն պատկերացնում է, հատկապես Հայաստանի իշխանությունները լավ են պատկերացնում, որ նման ընտրություն կատարելու պարագայում տնտեսական եւ սոցիալական այն խնդիրները, որոնք կառաջանան, պատասխանատու են մարդիկ դրանց համար փնտրելու եւ այդ պատասխանատուին այլևս Ռուսաստանում չեն փնտրելու, այլ փնտրելու են Հայաստանի մայրաքաղաքում։ Եվ որպեսզի այդ պատասխանատվության բեռը դրվի մեկ նժարից մյուս նժարի վրա, հիմա փորձ է արվելու դա ներկայացնել, որ դա ժողովրդի ցանկությունն է եղել դուրս գալ ԵԱՏՄ-ից եւ բոլոր հետևանքները եւս ժողովրդի պատրաստակամության հետևանքով են եւ հետեւաբար իշխանությունները փորձելու են այս ճանապարհով, եթե ընտրեն իհարկե։ Այս սցենարային զարգացումը տեղի ունենա, փորձելու են բարթել ժողովրդի վրա։ Զուգահեռաբար մենք հարցումներ ենք իրականացնում փողոցներում այս թեմաներով եւս եւ մի ստվար զանգված կա, որ ասում է, որ Ռուսաստանն է տարիներ շարունակ Հայաստանին անվտանգության երաշխավորը եղել, տնտեսական իմաստով եւս, ի վերջո, բայց նաեւ կան ինչ որ մի հատված, որն ասում է Եվրամիություն, դա բնականաբար բաժանված են երկու հատվածի։ Ի վերջո հարցս հետեւյալն է. Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչպես կկարողանա իր դիրքորոշում արտահայտել եւ արդյոք եթե հանրաքվե կիրականացվի թափանցիկ ճանապարհով։ Ես կարծում եմ, որ նախ թափանցիկության մասին մենք կարող ենք որոշակի եզրակացություններ կատարել, գոնե թե այս խորհրդարանական ընտրությունների ընթացքը դիտարկելուց հետո, բայց ես չեմ բացառում, որ հենց ընտրությունները որոշեն դարձնել հանրաքվե եւ եթե իշխանությունները վերարտադրվեն, վաղը հայտարարեն, որ քանի որ իրենք ընտրվել են, նշանակում է ժողովուրդը իրենց այդ մանդատը տվել է եւ հիմա իրենք են որոշելու կգնան ԵՄ, թե դուրս կգան ԵԱՏՄ-ից, թե կմնան ԵԱՏՄ-ում։ Ընդհանրապես, եթե մարդիկ հույս ունեն, որ ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո անմիջապես հայտնվելու են ԵՄ-ում, պետք է իրենց հիասթափեցնել, դա տևելու է երկար տարիներ եւ այդ տարիները հայտնի չէ ինչպես կարտվեն։ Ի վերջո օրինակներ մենք ունենք, թե Վրաստանի պարագայում, թե Թուրքիայի պարագայում, թե Ուկրաինայի պարագայում, ինչ այժմ Ուկրաինան Եվրոպական միության անդամ չէ, եւ այս օրինակները շատ են։ Եվ հույս ունենալ, որ մեկ այլընտրանքից զրկվելով մյուս այլընտրանքը միանգամից բացվելու է մեզ համար, սա մոլորություն է։ Բացի այդ, որպեսզի հասկանանք մենք տնտեսապես ինչ կշահենք, բավական է դիտարկել մեր ապրանքների որակը, մեր տեխնիկական հնարավորությունները։ Մենք արդյոք կարող ենք բավարարել Եվրոպական միության շուկայական պահանջներին։ Մենք այսօր ինչ ենք ի վիճակի արտահանել Եվրոպական միության երկրներ հայկական արտադրության եւ արդյոք կարողանում ենք բավարար ապրանքներ արտադրել։ Ինչ այլուց այս դիսկուրսը նաեւ հիմա Ռուսաստանում է, թե այդ ինչ եք արտադրելու, ինչ եք արտահանելու։ Այն ապրանքները, որոնք մենք արտահանում ենք Ռուսաստան, հանուն արդարության պետք է նկատի ունենանք, որ ապրանքները իրենց որակով չեն փայլում։ Եվ միանշանակ եվրոպական շուկան այդ ապրանքները ուղղակի թույլ չի տա մուտք գործել իր շուկա։
Հետևաբար մենք առնչվելու ենք բազմաթիվ խնդիրների։ Երբ տարիներ առաջ խոսում էինք, որ եվրոպական ապագայի մասին խոսելուց առաջ պետք է նախ համապատասխանել այդ չափանիշներին, նոր մտածել դուրս գալու ԵԱՏՄ-ից, հենց այս օրվա համար ենք խոսում։ Երբ որ խոսում ենք, որ մեր գործարանները տեխնիկապես իրենց ստանդարտներով պետք է համապատասխան ապրանք կարողանան արտադրել, որպեսզի կարողանանք խոսել Եվրոպայի մասին, այն ժամանակ բոլորին թվում էր, թե դա ընդհանրապես քաղաքական որոշման է լինելու, քաղաքական որոշման մեր ապրանքների որակն է փոխվելու եւ այլն։ Իսկ նման բան ուղղակի հնարավոր չէ։